Հունվարի 18-ն է, Արտենի Արագածավան ճանապարհն է, մոտ մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում կարելի ասել բարձի թողի վիճակ է, բարձի թող ասելով նկատի ունեմ ճանապարհը մաքրված չի ձյան շերտից, աղուավազի խառնուրդով մշակված չի, մի խոսքով տեսնում եմ ինչ վիճակ է, ամբողջ ճանապարհը մի քանի կիլոմետրանոց ճանապարհ, ոչ մի աշխատանք չի կատարվել ու հիմա այստեղից դիմում եմ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդացյանին, պարոն Խուդացյան, հիմա այս մասում եմ Արտենի Արագածավան ճանապարհն է, տեսնում եք, ոչ մի աշխատանք չի կատարվել, բարձի թողի վիճակ եւ այս ճանապարհի չմաքրման հետևանքով մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այսօր եւս մեկ պատահար է տեղի ունեցել, 3 վիրավոր, որոնցից մեկը 8-ամյա աղջնակ է, ճանապարհը իմ տեղեկություններով սպասարկում է Թալին ճանշինը, այդպես էին ասում, տեսնում եք, ոչ մի աշխատանք չի կատարվել, ու այսպես մի քանի կիլոմետր, սաղ սենց վիճակա, չէ՞։ Սպիտակ սահադաշտ, այսպես մի քանի կիլոմետր, ճանապարհներն այ լրիվ մերկացարուց, հունվարի 18-ն է, Արտենի Արագածավան ճանապարհն է, արդեն 1.5 կիլոմետր եկել ենք այս վիճակն է, ոչ մի աշխատանք չի կատարվել, ձյունը չի հեռացվել, աղուավազով չի մշակվել, ես չեմ հասկանում ես որոշ ճանշիններին, այ պորտաբույցներ, կառավարությունը ձեզ ֆինանսները հատկացնում է, խի չեք անում, լստեն այ, կասես գլխավոր ճանապարհը, ոնց որ դաշտով գնաս, ամբողջ Երևան Գյումրի մայրուղին է 71 ամբողջ մերկասառույցն է, ոչ մի աշխատանք չի կատարվել, ինձ ասեցին Թալինի ճանշինը պիտի անի, լրիվ ինչ վիճակ արա, ստենայ
քանի կիլոմետր գնաս, այս վիճակը լինի։ Ողջույն, էլի ես վիճակն այս ճանապարհը, լրիվ մերկասառույց մաքրաշ էլի, քանի կիլոմետր կլի մոտավորապես, 12 կիլոմետր ես վիճակ, մարդիկ են սառած ճամփեքով, Պարզվում է 12 կիլոմետր։ Արտենին արդեն պրծանք, հիմի գնում ենք դեպի Արագածավան, նույն բարձի թողի վիճակն է, ոչ մի աշխատանք չի կատարված, անգամ ձյունը չեն հեռացրել, ուր մնաց աղավազում մշակ էին։ Հետո նոր եկել են նայ։ Հունվարի 18-ն է, սա էլ արդեն Արտենի Արագածավան ճանապարհն է, մի քանի կիլոմետրանոց, նույն բարձի թողի վիճակ, ոչ մի աշխատանք չի կատարվել, ճանապարհը չի մաքրվել, անգամ ձյունը չի հեռացվել, լրիվ մերկասառույց ահավոր վիճակ։ Դաշտերով գնաս։
Արկածոտնի մարզպետ։ Միատարի ես ճանապարհով անցի։ Այդ ժամանակ կասեմ, կդիմես ճանապարհային դեպարտամենտին։ Մտնում ես Արագածավան քաղաքատիպ ավան, նա ինչ վիճակ է։ Արագածավան հունվարի 18-ն է, Արտենի Արագածավան ճանապարհին ենք, Արտենից միջև էստեղ ամբողջ ճանապարհը բարձի թողի վիճակ է, Մերկասառուց անգամ ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը չի հեռացրել ձյունը։ Հիմա նույն պատկերն է Արագածավանում, տեսնում եք, ամբողջ քաղաքատիպ ավան տանող գլխավոր ճանապարհը, իդեպ նաև դեպի Գյումրի է այսպես գնում, մի քանի գյուղերով, տեսնում եք, ամբողջ ճանապարհը Մերկասառուց Զյան շերտից անգամ չի հեռացվել, ոչ մի աշխատանք չի կատարել, որ չիմանաս կմտածես, թե դաշտի միջով անցնում ես։ Ես էլ Արագածավանից դեպի Արագած հատված ես գնում, էլի նույն բարձի թողի, նույն վատ վիճակն է։ Ամբողջ այստեղ ճանապարհային դեպարտամենտն էլ պետք է հետևություններ անի, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը ինձ թվում է պիտի բավականին խիստ ու կոպիտ ստենայ 21-րդ դարում գոնե ձյունը հեռացնեին ու աղոավազով մշակեին, ոչինչ չի կատարվել, ոչ մի աշխատանք։ Դրա համար էլ վարորդները ինչ ասես ասում էին։ Մտնես քաղաքատիպ ավան, Արագածավան ու ճանապարհները նման բարձի թողի վիճակում լինի։ Արագածավանից արդեն դուրս ես գալի դեպի Արագած, Արտենի, նույն բարձի թողի վիճակն է։ Հունվարի 18-ով ժողովուրդ ջան, ոչինչ չեն արել։ Ես էլ Արագածավանն է։
Ոչ աղավազով մշակել են։ Հունվարի 18-ն է այս վիճակն է։ Արագածավանից Արտենի նույնիսկ սա համարվում է գլխավոր ճանապարհ, Արմավիր Շիրակի մարզ։ Սենց են գնում էլի Արմավիրի մարզից դեպի Շիրակի մարզ։ Վթարից հետո ըստ վարորդների, հարազատների կես ժամ հետո ասման նոր եկան սկսեցին մի 100 մետր ես միջև ստեն սթծա ավազն լծե ավազ ու գնացել եմ ունենայր էլ վթար է Թալենի ճանշին սա քու ձեռագիրն է